Խաղաղություն հասցե ժողովուրդ։ Խաղաղություն։ Էլի հարցեր ունենք պատասխանել Վարկասը հարցերի համար։ Աստծո սիրելի ժողովուրդ։ Մի հարց ունեմ Արկադի եղբայր։ Հովհաննես 21-րդ գլուխ 11-րդ խոսքը կբացատրեք Ուրկանի եւ 53-ի խորհուրդը։ Աստված օրհնի ձեզ։ Մի քանի օր հետո ոնց որ նույն մարդն է երևի։ Նույն քույրիկը եղբայր, հա։ Այստեղ էլ նույն ոնց որ բացատրեք, խնդրում եմ Հովհաննես 21-րդ գլուխ 10-11 խոսքերը, Աստված օրհնի եղբայրս քույրս։ Տերը ձեզ շատ օրհնի, հարց տվող։ Աստված շատ օրհնի ձեզ։ Շնորհակալություն հարցի համար։ Հետաքրքիր հարցած, չնայած Աստվածաշնչի ամեն ինչն է հետաքրքիր։ Ամեն մի կետ ու նշանագիրը հետաքրքիր։ Այսինքն հետաքրքիր ասելը գիտեք որն է, հայտնություն է, մեր մեջ է կատարվում, որ մենք չէինք իմանում, այսօր երբ որ տեսնում ենք դա մեր մեջ, հետաքրքիր է, հայտնություն է, ուրախություն է։ Մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը մեր մեջ է։ Եթե Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսն է, ուրեմն Հիսուս Քրիստոսը մեր մեջ է։ Ամեն։ Հակոբոս էլ ասում, հայլի Աստվածաշունչը, դու կարդալով քեզ ես տեսնում։ Շատ ժամանակ ասում են Հիսուսը իմ մեջ է, շատ կներեք եսի կողքից ասեմ, ասենք առաջ նոր հիշեցի, մի եղբայր ասում էր Հիսուսը երկար մազերով, թրաշով, ասում եմ ուր է իմ Հիսուսը, իմ մեջ է, թրաշով երկար մազերով քո մեջ է, կայնում է, չես հավատում ախպեր, որ իմ մեջ է, հավատում եմ, բայց այդ նույն թրաշով մարդը իմ մեջ էլ է, բոլոր հավատացյալների մեջ էլ է, ախր հոգի է Աստված, ախր այս խոսքն է Աստված, խոսքն է իմ մեջ, ասու բերանից դուրս եկած խոսքն է, որդին է, որը իմ մեջ է, քո մեջ է, ամեն հավատացողի մեջ է։ Սենց էլի պետք է նայենք։ Լավ, անցնենք հարցին Հովհաննես 21-րդ գլուխ։ Էսի գիտեք որ մասին է Ուրկանի 53 խորհուրդը։ 10-11 խոսքով, լավ, ուրկանների մասին է, որ ծուկ են բռնում, ստեղ են պահն է, որ Քրիստոսը արդեն հարությունը առ է խաչելությունից հետո ու երկրորդ անգամ, երրորդ անգամ հանդիպում է իր աշակերտներին։ Իր աշակերտներին է հանդիպում տարբեր վայրերում, տարբեր տեղերում, միտեղ դռները փակած, պատի միջով է մտնում, միտեղ մայրամին է երևում, միտեղ աշակերտներին է երևում եւ ստեղ էլ նույնպես աշակերտներին է երևում։ Ոնց, հիմա կարդամ, տեսեք։ Ասում սրանից հետո Հիսուսը դարձյալ իր անձը հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովի եզրի մոտ։ Տիբերիա նշանակում է շրջանակ, այսինքն միավորություն, միաբանություն։ Հիսուսը միշտ միաբանության մեջ է հանդիպում։ Եթե դու քո ներսում Աստծո խոսքի հետ միաբան ես, Աստծո խոսքը սիրո խոսքն է, նույնիսկ ասեմ գիրը չի, հոգու խոսքի հետ միաբան ես, Հիսուսը քեզ հանդիպում է։ Քեզ հայտնվում է Հիսուսը։ Տես ասում դարձյալ անգամ հայտնվեց, երևցավ իր աշակերտներին Տիբերիայի ծովի մոտ, այսինքն միաբանության խոսքի մոտ։ Ծովը խոսքա, ջուրը Աստծո խոսքն է։ Եվ ես կարճ կարդամ ամբողջ գլուխը շատ երկար կլինի կարդալու, ինձ թվում է դուք կմտաբերեք ինչի մասին է խոսքը, եթե կարդացել եք իհարկե Աստվածաշունչը, ես համառոտակիր կասեմ, սիրելի հարցրող։ Եվ Սիմոն Պետրոսը ասաց, ես գնում եմ ձուկ բռնելու։ Նրան ասացին, մենք էլ ենք գալիս քեզ հետ։ Գնացին եւ շուտով մտան նավը եւ այն գիշեր ոչինչ չբռնեցին։ Տեսեք, Պետրոսը Քրիստոսը դա մահացել էր, հարություն էր առել, չէր երևում մարդկանց, սուտ լուրեր տարածեցին, թե գերեզմանից գողացել են Հիսուսին, աշակերտներից շատերը հիասթափված էին։ Դրա համար Պետրոսն ասաց, «Էդ ձուկ բռնելու»։ Սա ի՞նչ է նշանակում։ Ձուկը ըստ Աստվածաշնչյան խորհրդի, սիրելի հարցնող, դա հայտնությունն է։ Ձուկը բնակվում է ջրի մեջ, ապրում է ջրում։ Ջուրը Աստծո խոսքն է։ Հիմի Աստծո խոսքը Աստվածաշունչն է։ Աստվածաշնչի մեջ բնակվող ձուկը Աստվածաշնչի միջի հայտնությունն է։ Երբ որ մենք հայտնություն ենք ստանում, մի բան կարդում ենք, մեր միտքը բացվում է, մեր հոգին կերակրվում է այդ հայտնությունից։ Նույնպես ֆիզիկական, որ գրված է որպես պատմություն Աստվածաշունչը, ֆիզիկական ձևով ձկանը ջրի մեջից որ բռնում են, ուտում են, մարդիկ ապրում են, չէ՞, կերակուր է իրանց։ Նույնը հոգևոր իմաստով Աստվածաշնչի միջի հայտնությունը երբ որ ստանում ես, դա քո հոգուն կյանք է տալի։ Ապրում ես դու այդ հայտնությունով։ Այս խորհրդապատկերն է։ Երբ
Պետրոսն ասում է այդքան ես հայտնություն ընտրելու Աստվածաշնչի միջից։ Եղբայրներ ջան, միաբանության մեջ ասեմ, արեք հայտնություններ գտնեք Աստծո խոսքի միջից։ Այն որ Հիսուսն ասում էր ինչ էր ասում, կամ այն որ գրված է ինչ է գրված, հայտնաբերեք էդի, հայտնություններ ստանալ։ Եվ բոլորն էլ այդ մեր իր հետ, նու աշակերտները, ոմանք աշակերտներից այդ մենք Պետրոսի հետ, ամբողջ գիշեր ուրկանը գցում են ծովը, բայց ցուկ չեն բռնում։ Այսինքն կարդում են, մտածում են, բայց հայտնություն չկա։ Աստված ասաց, ատա քո հորն ու մորը, ով որ չհատ իր հորն ու մորը, Հիսուսն ասաց, ինձ աշակերտ չի կարալնի։ Արխի ասեց Հիսուսը, դες չեն կարեմ հայտնություն ստանալ։ Արա ոնց ատեմ իմ հորն ու մորը, կնոջս երեխեքիս ոնց ատեմ, Տեր Աստված դու օրհնեցիր, դու իմ հորն ու մորն ասիր պատվիրանների մեջ սիրա, հիմա ասում ես ով որ չհատի։ Չեմ կարեմ հայտնություն բռնեմ, գտնեմ ծովի միջից, Աստվածաշնչի գրքի գրի միջից։ Ու տենց ամբողջ գիշեր պտտվում են այդ ծովի մեջ, ինչքան գցում են, չեն կարեմ հասկանալ։ Մենակ էսի չէ ատի քո հորն ու մորը, լիքը տեղեր կա, որ չեն կարեմ հասկանալ։ Ոնց թե երկինքի հարկայությունն նման է մի կնոջ, որ իրեք գրիվ հալուրի մեջ թթխմորը պահեց, մինչև իրեք գրիվներ բոլորը խմորվեցավ, այդի երկինքի հարկայությանն է նման։ Չեն կարեմ հասկանալ ոնց։ Ոնց կարա հասխելը խմորը երկինքի հարկայությանը նմանվի։ Հայտնություն չեմ կարեմ ստանալ։ Ու տենց առանց հայտնություն ստանալու պտտվում էին մինչև առավոտ, եւ Հիսուսը երբ որ մոտեցավ ափին, ձեն տվեց, տղեր կերակուր ունեք ուտելու։ Տղեր ուտելու բան ունեք, պատասխանեցին նրան ոչ։ Եվ նա էլ նրանց ասաց. տեսեք, Հիսուսն ասեց, կերակուր, եթե չունեք ուտելու, եթե հայտնություն չեք հասկանում, չեք կարում Աստվածաշունչը ըմբռնեք, Սուրբ Հոգիով ընդունեք, հասկանալ։ Գցեք աջ կողմը ձեր ուրկանը։ Ինչ է դուրս գալի, ամբողջ գիշեր ձախ կողմն էին, գցե Պետրոսը։ Այո, առանց Հիսուսի այստեղ արեք նայենք աջ ու ձախ հասկացողությունները։ Աջը Տիրոջ զորությունն է, աջ կողմը գառները, ձախ կողմը այծերը կհավաքվեն։ Տիրոջ աջ կողմում Հիսուսը կանգնեց, աջ կողմը դրախտն է, ձախ կողմը դժոխքն է։ Տիրոջ աջը, աջ հասկացողությունը։ Մենք էլ ենք, չէ, աշխարհն էլ սոցիալությունի։ Մեկը մեքենա առնում, ասում են ռուլը տաշ պտտվի։ Ոնց որ թե աջը խորհրդապատկերն է հոգևոր իմաստով զորության, ճշմարտության, արդարության, ուժեղության, մի խոսքով։ Համար Հիսուսն ասեց աջ կողմը գցեք ուրկանը։ Եվ երբ որ աջ կողմը գցին, 153 հատ մեծ ձուկ բռնվեց։ Այնքան մեծ էր, որ հազիվ չպատրվեց այդ ուրկանը։ Այսինքն երբ որ մենք արդարության վրա, աչի վրա ենք մտածում Աստվածաշնչի վրայով, մենք գտնում ենք այդ հայտնությունները։ Բայց որ գրի վրայով ենք մտածում, ձախի վրայով ենք մտածում, ոչ մի հայտնություններ չենք գտնում։ Եվ վերջապես ես որ նոր էի հավատքի մեջ, հոգևոր լավ չէի հասկանում, այդքան նոր ընդունել էի Քրիստոսին, հորա մտածում եմ, նավագի այդ մամի աջ կողմը ուրկանը գցեն, ձկները տակը խառնեն, էլի նույնիսկ մի հատ ցուգնդե չի գնի։ Այն կողմը գցեն, թե այն կողմը, թե առաջը գցեն, թե հետևը լոդկա է, էլի։ Չէի կարում մարմնավոր հասկանալ, հայտնություն չէի կարում գտնել, բայց երբ որ հոգևոր հասկացա, երբ որ աջ կողմով մտածեցի, արդեն տեսա այդ հայտնությունը, դրա խորհուրդը արդեն ես հասկացա։ Երբ որ դու զորությամբ, հավատքով, Քրիստոսի սիրով ու հավատքով ես կարդում Աստվածաշնչի գիրքը, լիքը հայտնություններ ես գտնում։ Լիքը մեծ հայտնություններ, մեծ ձգներ, որ քո ուրկանը, դու ես այդ ուրկանը, որ այդքան հայտնությունները քո մեջ չի պատրվում, այսինքն տեղավորում է, դու ուրախանում ես ամեն հայտնության վրա։ Սա է սրա խորհուրդը սիրելի հարց տվող, սիրելի քույրիկ, որ մենք պետք է անպայման հայտնություններ ունենանք Աստվածաշնչի մեջ։ Հիսուսը պետք է հայտնվի, Հիսուսը խոսքն է, խոսքը հայտնված չի, եթե գրով մենք կարդում ենք, հայտնված չի մեզ, գիր է դա, լոկ գիր է, պատմություն։ Մի անգամ Վիկտոր Համբարձումյանի եղբայրերով Բագավանի մեր եղբայրներից մեկն է պատմում, որ քարոզել է Իրան, հանդիպել են Վիկտոր Համբարձումյանին, ասել են այդքան քարոզել, մի խոսքով քարոզել են, ասել են դուք հավատում եք Քրիստոսին, Աստվածաշունչ կարդացել եք, դուք մեծ գիտնական եք, կարդացել եք Աստվածաշունչը։ Ասում է Վիկտոր Համբարձումյանը սենց արեց, դա մի հրյա ազգի, հրյա ժողովրդի պատմություն է Աստվածաշունչը։ Ինչի համար տենց ասես, որտեղ գրով ինքն ասեց, բայց հոգով որ նայենք հրյա ժողովրդի չի,
Հրյան մենք ենք իսկական հրյան Պողոս Արաքյանն ասել։ Մեր պատմությունն է, ամեն հավատացողի պատմությունն է։ Ով հավատում է ասում, նա Իսրայել է, նա հրյա է։ Հրյան այն չի, որ դրսևանց հրյա է։ Թրփատությունը այն չի, որ դրսևանց Պողոս Արաքյալի այդ մասին մանրամասն պարզ ասում է։ Դրա համար եթե մենք այդ հայտությունները ստանում ենք սիրելի հարստվող, դա ձուկն է, իսկ ծովը Աստվածաշունչն է։ Ծովը անտակ ծով է, լիքը խոսքի հարստություն, շատություն ու մեծություն է, ճշմարտության խոսքի։ Դրա միջից մենք պետք է հայտություն հանենք, որ մեր հոգիները սնվեն։ Եվ այդ հայտությունը նորից եմ կրկնում, խոսքի բացահայտումն է։ Խոսքը մենակ լոկ խոսքը սպանում է։ Ինը պետք է մազերը չկտրի կամ պետք է գլխին շոր քսի կամ պետք է տղամարդու հակուս չհակնի, սպանում է դա։ Սպանում է մարդուն, որտեղ ոչ մեկը տես չի կարող անի։ Ոչ մի ինչ չի կարող անի, ու երեմ այդմեն մահվան իրանք իրաց բերանով դատապարտում են։ Բաբդի շապատը պահեն գրված է հավիտենական կանոնը դի ձեր համար թող լինի։ Մեկ էլ ասում, բախի չես պահում շապատը, Հիսուս ավիրեց, բա հավիտենական կանոն, Հիսուսին իր խոսքը ավիրեց։ Ասեց հավիտենական կանոնը լի ձեր համար, բայց այսօր ավիրեց ինքը էդի։ Կամ եթե պահում եք շապատը, ոնց եք պահում, Եզը ձեր որընկավ հորը չեք անելու, Հիսուսն ասեց։ Իսկ գիրը սպանում է, ոնց լինի սենց աչից ծախից չի թողում մարդուն այդ ապաշխարության։ Պողոս Արաքյանն ասում է, գիրը, օրենքը իմաստություն է տալի, մեզի զանազանություն է տալի մեզի մեղքից, որ մենք զանազանենք չարը բարիից։ Էդ է գիրը տալի։ Օրենքը էդ է տալի։ Բայց դրանից հետո շնորհքն է, օրենքի միջի հոգին է, որ մեզ կյանք է տալի։ Ամեն։ Ինձ թվում է, այսքանով բավարարվենք, հա։ Աստված շատ ասնի։ Ձեզ էլ Աստծո սիրելի ժողովուրդ։ Նույնպես եթե հարցեր կարաչանան գրեք, զանգեք։ Մի ամանչեք, ես մի բան կխնդրեմ մի բան էլ, որ եթե տեսեք նոր պատասխանեցի չէ ձեր հարցին, եթե դրա մեջ ինչ որ մի բան էլ ձեր մեջ հայտություն կգա, անպայման հայտություն կստանաք, եթե դուք հոգևոր եք հասկանում, հոգևորը ծարավ ձեր մեջ, հոգևոր հասկանալը։ Մի նոր բան կբացվի ձեր մեջ, անպայման ասեք, դիմեք, նորից ասեք։ Պետք է զանգեք հեռախոսի համարը կա։ Մենք գրուպ ունենք ինտերնետով աշխարհի տարբեր ծայրերից խոսում ենք եղբայրների հետ։ Երբ որ մի թեմայի շուրջ խոսում ենք, չէ, հայտություն չկա։ Կարդում ենք, մեկը մի բան ասում, այն մյուսը մի բան, ավելանում է իմաստությունից, հայտնություն, մեկ էլ ամբողջապես արդեն այն հայտնությունները ստանում ենք մենք ու բավարարում ենք։ Ու կշտանում ենք Աստվածաշնչի խոսքով, մեր մեջ լսվում է մեծ ուրախություն։ Ինչի համար, որովհետև հայտնվեց, այն ծածկված բանը հայտնվեց։ Ես ամբողջ կյանքս կարդում էի ես մի բառը չէի հասկանում, բայց այսօր հայտնվեց այդ բառի իմաստը իմ մեջ։ Երբ որ հայտնվեց իմ մեջ, դա կյանք է տալի, որովհետև Հիսուս Քրիստոսն է կյանքը։ Ուրիշ կյանք չկա, այս հայտնությունն է, աստվածային սիրո հայտնությունն է կյանքը մեր մեջ։ Ամեն։ Ամեն։ Մնաք խաղության մեջ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։